Փառք Աստծուն, Առակաց գրքի վերաբերյալ մեր հաղորդումներն իրենց ավարտին են մոտենում։ Սա իմ ուսուցման վերջին երկու շաբաթն է, այս հաղորդաշարը սկսել է 2018 թվականի հունվարի 1-ին։ Բարի գալուստ Ավետարանի ճշմարտություն հաղորդմանը Էնդրու Ոմքի հետ։ Սա ուսուցողական ծառայություն է, որը պատմում է Աստծո անպայմանական սիրո եւ շնորհքի մասին։ Հիսուսը ներել է մեզ մեր անցյալ, ներկա եւ նույնիսկ ապագա մեղքերը։ Առաջին անգամ, երբ իմացա, որ Հիսուսը ողջ պատիժը իր վրա է վերցրել իմ մեղքերի պատճառով, դա ինձ ազատություն պարգևեց։ Իսկ այժմ լսենք Էնդրյուին։ Բարի գալուստ Ավետարանի ճշմարտությունը հաղորդման երկուշաբթի օրվա թողարկմանը։ Այսօր խոսք առ խոսք շարունակելու եմ սովորեցնել ձեզ Առակաց գրքից, եւ որքան հիշում եմ, մենք կանգ էինք առել Առակաց 29-րդ գլխի առաջին խոսքի վրա։ Շուտով կավարտենք այս հաղորդումների շարքը։ Ես անում եմ արդեն այս հաղորդաշարի 13-րդ շաբաթվա թողարկումն է։ Նախկինում երբևէ այսպիսի բան չեմ արել։ Մենք այն բաժանել ենք երկու շաբաթյա փոքրիկ հատվածների, սակայն հետո պատրաստվում ենք եւս մեկ ուսմունք ավելացնել։ Սա մի տեսակ փորձարկում է ինձ համար։ Սակայն ես չափազանց շատ եմ կարևորում Առակաց գիրքը։ Այս գրքում Աստված այնքան զորավոր բաներ է խոսում։ Առակաց գրքում ասվում է, որ այդ գրքի նպատակը իմաստություն եւ խորագիտություն շնորհելն է, որպեսզի բարգավաճեք եւ սատանայի խաբկանքի եւ ստերի զոհը չդառնաք։ Այսօր մեր հասարակությունը գտնվում է խառնաշփոթի մեջ, որովհետև մարդիկ չեն հետևում Առակաց գրքի խորհուրդներին։ Եվ ես իրոք տպավորված եմ Տիրոջով, որ անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի, նա այս ճշմարտությունների համար ժամանակ է տրամադրել։ Որովհետև կան շատ մարդիկ, ովքեր այս գիրքը միայնակ չեն ուսումնասիրում։ Եթե նույնիսկ ուսումնասիրում են, ապա դա չեն կիրառում ամենօրյա կյանքում։ Իսկ դա հենց այն է, ինչ ես անում եմ։ Ես վերցնում եմ այս ճշմարտությունները, որովհետև այս գրքում բազմաթիվ սկզբունքներ կան, ու չնայած այն բանին, որ դրանք գրվել են հազարավոր տարիներ առաջ, միևնույն է դրանք մեր օրերում նույնպես կիրառելի են։ Սա այսօր շատ կարևոր է մեզ համար, եւ հենց այդ պատճառով էլ մենք ուսումնասիրում ենք 29-րդ գլխի առաջին խոսքը, եւ հենց այս խոսքը, Առակաց 29 գլխի հենց առաջին խոսքը, խոսում է այն մասին, ինչի մասին որ քիչ առաջ ասում էի, որ դրանում զետեղված ամեն խոսք մեր օրերի համար է գրված։ Առաջին խոսքում ասվում է հանդիմանություններ ստացող մարդը, եթե իր պարանոցը խստացնի, հանկարծ կջարդվի եւ բժշկություն չի գտնի։ Ինչպես հասկանում եք, որոշ մարդիկ կարող են կարդալ եւ մտածել, թե դա ինչ կապ ունի իրենց հետ եւ ուղղակի շարժվեն առաջ ու մոռանան դրա մասին։ Սակայն ասում եմ, որ այս խոսքում շատ ավելին կա, քան պատկերացնում եք։ Այն ասում է ուշադիր եղեք, այնտեղ ասվում է հանդիմանություններ ստացող մարդը, եթե իր պարանոցը խստացնի։ Ահա մի նուրբ ճշմարտություն, որի շուրջ պետք է խորհել։ Սա այն կետերից մեկն է, որի մասին խոսվում է առաջին գլխում, եւ Առակացի այն խոսքերից մեկն է, որը խորություն ունի։ Դուք պետք է խորհեք դրա շուրջ եւ մտապահեք այն հարստությունը, որը թաքնված է այդ խոսքերի մեջ։ Դա ուղղակի մակերևույթին լող չի տալիս, այն այնքան էլ ակնհայտ չէ, դուք պետք է խորհեք դրա շուրջ։ Եվ հենց դա է այն պատճառներից մեկը, որ նախկինում սրա մասին արդեն խոսել եմ, բայց ես միայն King James-ով չեմ բավարարվում եւ ոչ էլ կարծում եմ, որ եթե բացի King James-ից ուրիշ բան եք կարդում, ապա դա սատանայից է։ Ոչ, ես այդպեսին չեմ։ Բայց ես վստահ եմ, որ King James-ն այս հատվածի վերաբերյալ հրաշալի թարգմանություն է տալիս, ոչ մակերեսային։ Այն ներկայացնում է իրերն այնպես, ինչպես Առակացում է գրված եւ ստիպում է մտածել։ Շատ նման է պոետիկ լեզվին, ու երբ սկսում ես խորհել դրա շուրջ, այդ բառերից որոշները պատկերված են King James-ում, որոշ պնդումներ այնքան զորավոր են, որ երբ դրանք կարդում ես այլ թարգմանություններում, ուղղակի տեսնում ես, որ իմաստային այդքան էլ ճիշտ չեն եւ ուղղակի տալիս են մակերեսային պատկերացում, այլ ոչ թե խորքային։ Սա այն գրվածքներից մեկն է, որտեղ ասվում է հանդիմանություններ ստացող մարդը, եթե իր պարանոցը խստացնի, սա ցույց է տալիս, որ մինչ մարդը կենթարկվի քննադատության կամ կործանման, ինչի մասին խոսվում է այս հատվածում, նա արդեն պարանոցը խստացրել է։ Եվ սա հենց այն սկզբունքներից մեկն է, որը վերաբերում է նաև մեզ։ Սա նշանակում է, որ եթե տեսնում եք մի մարդու, ով կործանված է կամ չափից դուրս արդար, ապա միանգամից կարող եք հասկանալ, որ նրանց կյանքը իսկական խառնաշփոթ է։ Գիտակցում ես, որ այդ իրավիճակը երկնքից չի ընկել նրա գլխին։ Հակոբոսի առաջին գլխում գրված է ցանկությունը հղիացած է, ծնվում է մեղք, սակայն Տերը հավատարիմ է, հավատարիմ է մեզ վերափոխելու, փորձելու եւ ետ պահելու այն ճանապարհից, որը մեզ տանում է դեպի կործանում։ Ու երբ տեսնում եք մարդկանց, ովքեր իրենց կյանքում անցնում են թվացial մակերեսային հսկայական փորձությունների միջով, եւ քանի որ դուք չգիտեք նրանց պատմությունը, դուք կարող եք մտածել այսպես. ինչ ամոթ է, որ այս բանը պատահեց հենց այս մարդու հետ։ Նրանք ոչ մի այնպիսի բան չէին արել, որ սրան արժանանային։ Իհարկե, նրանք մտադրված այսպիսի արդյունքի չեն հասել, սակայն
Սակայն կարող եմ վստահեցնել ձեզ, որ չկա որևիցե մի մարդ, ով կործանման է հասնում պատահաբար։ Նրանք շրջանցում են այն բոլոր նախազգուշացումներն ու հաստատությունները, որոնք Աստված տվել է նրանց։ Երբ հարցը վերաբերում է փրկությանը, վերստին ծնված կամ չծնված լինելուն, եւ երբ մարդիկ կանգնեն Տիրոջ առջև, ոչ ոք չի ասելու Աստված իմ, սա արդարացի չէ։ Ես սրա մասին չգիտեի։ Աստվածաշունչը բացահայտում է Հռոմեացիս 1:18-20 խոսքերում, որ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարիշտության եւ անիրավության վրա։ Այստեղ ներըմբռնողական գիտելիքներ են հարկավոր, նրանք նույնիսկ հասկանում են եւ գիտեն, որ նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը այնպես, որ անպատասխան մնան։ Որպեսզի մարդ դժոխք գնա, նա բառից բուն իմաստով պետք է հազարավոր կամ միլիոնավոր անգամներ շրջանցած լինի այն փաստը, որ Աստված խոսել է նրա հետ կամ փորձել է վերափոխել նրան։ Երբ կանգնենք Տիրոջ առաջ, մեզանից ոչ ոք չի ասելու արդար չէ, վստահեցնում եմ, որ այդ ժամանակ ամեն բան հայտնի կդառնա մեզ, այնպես կգիտենամ, ինչպես գիտեցված եմ։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլուխ։ Կտեսնեք, թե ինչպես է Աստված մեր ճանապարհին ինչ-որ մարդկանց կանգնեցրել ու անձամբ վկայել մեր սրտերում։ Կտեսնեք միլիոնավոր բաներ, որոնք եղել են, որպեսզի մարդիկ կործանվեն, նրանք պետք է հակառակվեն, խստացնեն իրենց սրտերը Տիրոջ այս համոզմունքի դեմ։ Սա հզոր է։ Սա մի բան է, որը կարող եք մտքներումդ պահել։ Գիտեք, մեզ մոտ մի իրավիճակ ստեղծվեց, ես անուններ չեմ տա, որովհետև խոսքը շատ հայտնի մարդու մասին է։ Ես ընկեր ունեի, ով մի մեծ եկեղեցու հովիվ էր, նա սկսեց հոմոսեքսուալիզմով եւ թմրանյութերով զբաղվել։ Երբ նա բռնվեց եւ ամեն ինչ բացահայտվեց, իսկ մինչ այդ նա դասավանդել էր մեր աստվածաշնչյան քոլեջում եւ մեր քոլեջից շատ մարդիկ սկսել էին նրա եկեղեցի հաճախել, եւ այդ դեպքից հետո նրանց մոտ հարցեր էր առաջացել եւ նրանք այդ հարցերն ինձ էին ուղղում եւ մի եկեղեցական ծառայության ժամանակ ես որոշեցի խոսել։ Ես ոչ մի մանրամասներ չգիտեի, բացի նրանից, ինչ որ լսել էի։ Բոլոր մանրամասները մի տեսակ կծկտուր էին, սակայն ոտքի կանգնեցի եւ ասացի, եթե այս բաները ճիշտ են, այդ ժամանակ ես իրապես չգիտեի դրանք ճշմարիտ են թե ոչ, ապա վստահեցնում եմ ձեզ, որ սա առաջին դեպքը չէ, որ եղել էր։ Դե գիտեք, կային մարդիկ, ովքեր մտածում էին, որ սա առաջին դեպքն էր եւ դա նրա ձախողումն է եղել։ Ես ասացի, որ դա այդպես չէ։ Դու չես կարող հասնել այդ կետին հենց այնպես առանց ինչ որ բանում հակառակություն ցուցաբերելու։ Միգուցե հնարավոր է, որ դա մարդկանց հայտնի չլինի, սակայն վստահեցնում եմ, որ ռադարների վրա այն բնավ էլ նորություն չէ։ Մեղքը պետք է հղիանա։ Գիտեք, կինը հենց այնպես ակամայից երեխա չի ունենում։ Սկզբում նա հղիանում է, կրում է այդ երեխային իր ներսում։ Իհարկե, կան բաներ, որոնք կարող են հանգեցնել վիժեցման, սակայն մեծ ջանք է պահանջվում հղիությունից հասնել ծննդաբերության եւ նույն բանը կատարվում է մեղքի կամ ցանկացած այլ բանի դեպքում։ Ես համարձակորեն ոտքի կանգնեցրի եւ հնչեցրեցի այս հայտարարությունները։ Ինչպես հետագայում պարզվեց, ամեն բան հենց այդպես էլ եղել էր։ Այդ ամենը սկիզբ էր առել ավելի քան 20 տարի առաջ, եւ նրա կյանքում բազմաթիվ փորձառություններ էին եղել։ Այդ ամենը ասացի առանց մանրամասներն իմանալու, զուտ ելնելով այն բանից, որ գիտեի, թե ինչ է Աստծո խոսքն ասում դրա մասին, եւ եթե դուք էլ հասկանաք այս ճշմարտությունները, դա կօգնի ձեզ հասկանալու, թե ինչու են մարդիկ երբեմն հայտնվում այն խառնաշփոթի մեջ, որում կան։ Դա կարող է ձեզ համար ակնհայտ չլինել, սակայն Աստծո խոսքը հայտնում է, որ դա մի բան է, որը օդից չի հայտնվել։ Մեղքը մարդու գլխին երկնքից չի ընկնում։ Այն հղիանում եւ վերջնակետին է հասցվում եւ կան մարդիկ, ովքեր ինչ որ ընթացք են անցնում, ինչևէ սրա մասին կարելի է անընդհատ խոսել։ Երկրորդ խոսքը, Առակաց 29:2-ը, արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանա, բայց երբ որ ամբարիշտը իշխի, ժողովուրդը կհեծի։ Իսկ այժմ եկեք կարդանք Առակաց 14-րդ գլխի 34-րդ խոսքը, որտեղ գրված է. արդարությունը կբարձրացնի մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։ Սա նույն բանն է, որ երբ արդարը կամ արդարությունն են իշխում, դա մարդկանց ուրախություն է պարգևում, իսկ մեղքը ստիպում է մարդկանց ողբալ։ Ուղղակի զարմանալի է, թե մարդիկ ինչպես չեն կարողանում սա հասկանալ։ Այսօր սրա մասին պետք է տանիքներից բղավել, որովհետև կան մարդիկ, ովքեր տարածում են չարությունը, մեղքը, ապրում են քաղաքացիական ամուսնությամբ, աղավաղելով ամուսնության իրական իմաստը, ունենում են արտամուսնական կապեր, օգտագործում են թմրանյութ, ալկոհոլ եւ այս ցանկը կարելի է հավերժ շարունակել, իսկ ամենավատն այն է, որ նրանք կարծում են, որ դա նորմալ է։ Բայց լսեք, երբ որ ամբարիշտը իշխի, ժողովուրդը կհեծի։ Սա մեծ խնդիրներ է առաջացնում։ Ես իրականում կարող եի ժամերով խոսել սրա մասին։ Գիտեք, Կոլորադոյում օրինականացրել են կանեփի օգտագործումը։ Անկեղծորեն կարող ենք ասել, որ Կոլորադոն անցել է կանեփի, բայց գիտեք ինչ։ Ես իմ ողջ հաղորդման ընթացքում չեմ պատրաստվում սրա մասին խոսել, բայց այս երևույթը թակարդն է գցել մարդկանց։
Մենք ունենք անտուն թափառականների խնդիր, որը նախկինում երբեք չենք ունեցել, որովհետև այժմ այլ նահանգներից մարդիկ գալիս են այստեղ կանեփի եւ մի լավ զվարճանալու համար եւ դրա պատճառով հայտնվում են փողոցներում։ Մեզ մոտ ավելացել է անօթևան բնակչության քանակը, դրա հետևանքով նաև մարդկանց բարեկեցությամբ ապահովելու խնդիր է առաջացել։ Մենք նաև ունենք Ես լսել եմ վիճակագրությունը, իրականում չեմ հիշում, թե ինչ թվերի մասին էր խոսքը գնում, սակայն ինչ-որ բանի ազդեցության տակ մեքենա վարելը, եւ դա այժմ միայն ալկոհոլը չէ, դրան գումարվել է նաև կանեփը, հանգեցնում է վթարների, մարդկային զոհերի եւ այս ցուցակը կարելի է շարունակել եւ մարդիկ անդադար ողբի մեջ են։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այս ամենը մեծ խնդիրներ է առաջացնում։ Սա ուղղակի չգիտեմ ինչու մարդիկ չեն ուզում սա հասկանալ, սակայն առակացը բացարձակ ճշմարտություն է։ Արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանա, բայց երբ որ ամբարիշտը իշխի ժողովուրդը կհեծի, երրորդ խոսք, իմաստություն սիրող մարդը կուրախացնի իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացվածքը կփչացնի։ Եվ այս նույն բաների մասին խոսվում է առակաց 10, 15, 19, 23, 29 գլուխներում։ Այս բոլոր տեղերում խոսվում է այն մասին, որ երբ որ ինչ-որ ճիշտ բան ես անում, դա ծնողներիդ երջանկացնում է, իսկ երբ սխալ բաներ ես անում, դա տխրություն է պատճառում շրջապատող մարդկանց։ Սա մի բան է, որին բազմիցս բախվում ենք, բայց սա ճշմարտություն է։ Մարդիկ, հիշեք, ձեր արարքները ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա։ Դրանք շրջապատի մարդկանց նույնպես վնասում են։ Գիտեք, պատճառներից մեկը, որի համար սիրում եմ Կյանքը հիասքանչ է ֆիլմը եւ համարյա ամեն Սուրբ Ծնունդին դիտում եմ, նրա համար է, որ այն ինձ հիշեցնում է, սա հիշեցման շատ լավ գրաֆիկական ձև է, որ ոչ մի մարդ այս կյանքում հենց այնպես չի ապրում եւ կյանքը միայն ձեզանով չի սահմանափակվում։ Ձեր ամեն արածն ու չարածը ազդում է շրջապատող մարդկանց վրա, դուք պետք է սա հասկանաք։ Հենց սրա մասին է ասվում։ 4-րդ խոսքում ասվում է. «Թագավորը արդարությամբ կհաստատի երկիրը, բայց կաշառակեր մարդը նրան կքանդի»։ Այլ կերպ ասած, այն ազգերը, երկրները, որոնք կաշառք են վերցնում եւ նրանց երկրում կաշառակերություն է տիրում, ապա այդ ազգերը դատապարտված են կործանման։ Մի քանի անգամ եղել եմ տարբեր ազգերի մոտ եւ կոնկրետ հենց այս ազգը չեմ պատրաստվում նրանց անունը բարձրաձայնել, քանի որ նրանց հեռուստաընկերությամբ ելույթներ եմ ունենում ու չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ մտածեն, թե նրանց դեմ ինչ-որ բան ունեմ։ Նրանց մոտ եղել եմ բազմիցս եւ անկեղծ կլինեմ ձեզ հետ, երբ մայրաքաղաքից գնում ես ծայրամասեր, ճանապարհներն ուղղակի ահավոր են։ Պատկերացրեք, ճանապարհի վրա եք եւ թվում է, թե լավ ճանապարհ է։ Մեքենան վարում եք ժամում 60 կիլոմետր արագությամբ եւ հանկարծ դիմացդ ասֆալտին մի մեծ անցք է հայտնվում, այնքան մեծ, որ մեքենան շատ հանգիստ կարելի է տեղավորել դրա մեջ։ Սրա հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, մեքենաներն են փչանում եւ միշտ հարց էի տալիս, ինչու է այսպես։ Նրանք հետեւյալ պատասխանն էին տալիս. «Օ, նրանք գումար ունեն, նրանք ընտրություններից առաջ խոստացել էին, որ կվերանորոգեն ճանապարհները, սակայն ինչպես գիտեք, ոչ միշտ է, որ կառավարությունը խոսքը գործ է դարձնում, որովհետև այս երկրում այնքան շատ է կաշառակերությունն ու կաշառքը, որ կառավարությունը ստիպված այդ գումարներն է փակում եւ կոպիտ ասած կողոպտվում է։ Եվ այս երևույթը տեղի է ունենում երրորդ աշխարհի շատ երկրների հետ։ Վստահ եմ, որ այս գործընթացը տեղի է ունենում նաև զարգացած երկրներում, բայց ոչ մեծ մասշտաբներով, այն աննկատ է, սակայն երբ այսպիսի ակնհայտ մեծամասշտաբ կաշառակերություն է տիրում երկրում, ապա դա միանշանակ երկիրը տանում է կործանման։ Այդ երկրներից մի քանիսում, որտեղ բախտ եմ ունեցել լինելու բնական ռեսուրսների համակցությամբ աշխարհում ամենահարուստ բնական ռեսուրսներ ունեցող երկրներն են։ Նրանց երկրներում տարվա մեջ 2 կամ 3 անգամ բերքահավաքի սեզոն կա։ Նրանք կարող էին աճեցնել այն, ինչ ուզում են, սակայն ինչպես ամեն տեղ կառավարության ներսում կաշառակերություն է տիրում։ Նրանք կաշառք են վերցնում եւ դրա պատճառով երկիրը չի բարգավաճում։ Սա շատ կարևոր պնդում է։ Հիմա այդ կողմերում ծառայող մի քանի առաքյալներ ունենք եւ սա այն հենքային բաներից մեկն է, որի դեմ պայքարում ենք, որովհետեւ ունենք քրիստոնյաներ, ովքեր այս ազգերում մեզ համար են աշխատում։ Նրանք աստվածավախ մարդիկ են եւ սիրում են Աստծուն, սակայն մեծացել են մի մշակույթում, որտեղ մարդկանց օգտագործելը սովորական երևույթ է։ Եթե օրինակ ինչ-որ բան $100 արժե, ուրեմն վստահաբար ինձ $100 է հարկավոր այն գնելու համար, սակայն իրականում այդ ապրանքն արժե $80, ինչը նշանակում է, որ մնացած $20 նրանք դնում են իրենց գրպանը։ Մեղադրելու չէ, որովհետև նրանք այսպես են սովոր ապրել։ Նույնիսկ այն քրիստոնյաներն, ովքեր այս նույն համակարգում են մեծացել, չեն կարողանում հասկանալ, որ սա սխալ է։ Եվ մենք մեր մարդկանց անընդհատ ասում ենք, որ նրանք հավատացյալներին պետք է այդ համակարգից դուրս բերեն, քանի դեռ մարդիկ շարունակում են ապրել այս խաբկանքի մեջ եւ կաշառք վերցնել, ազգը երբեք չի բարգավաճի։ Արդարությունը կբարձրացնի մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։ Սա շատ կարևոր է։ Հոգևոր դինամիկան ավելի հեռուն է գնում, քան այն, թե ինչ է կատարվում մարդկանց միջև։ Երբ դու ապրում ես անաստված համակարգում, դու տվյալ
տվյալ վայրում անաստվածային դիվական սկզբունքներ ես արձակում, սա ուղղակի զարմանալի է։ 5-րդ խոսքում ասվում է՝ իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նրա քայլերի համար։ Գիտեք, եթե հիմա այստեղ մի ցանց նետենք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ ձեզանից երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի ձեր ոտքը խճճվի դրա մեջ, եւ դուք ընկնեք ձեր իսկ նետած ցանցը, եւ այստեղ ժամանակն է, որ մեջ բերեմ հաջորդ խոսքը, որը գրված է Առակաց 26-րդ գլխի 27-րդ խոսքում, որտեղ ասվում է, որ փոս փորողը ինքն է այդ փոսն ընկնում։ Այստեղ ասվում է, որ դու կհնձես այն, ինչ կցանես, եւ եթե խաբում ես մարդկանց ու իրերն ուռճացնում, շողոքորթում ես նրանց ու կեղծավորություն անում, ապա դա մի օր ետ է վերադառնալու եւ խայթելու է քեզ։ Պետք է փորձենք խիստ ազնիվ լինել, իհարկե սա կարելի է շատ նրբանակատորեն անել։ Կան պահեր, երբ ձեր անձնական կարծիքը պետք է ձեզ պահեք, սակայն երբ մարդկանց հետ գործ ունեք, պետք է ազնիվ լինեք, իրերը չուռճացնեք եւ չշողոքորթեք նրանց։ Դուք մի օր հաստատ բռնվելու եք ձեր սեփական ստի եւ կեղծիքի մեջ։ 6-րդ խոսքում ասվում է չար մարդու հանցանքում որոգայթ կա, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։ Այլ կերպ ասած, շատ լավ գիտեք, որ կան այլ համարներ, որտեղ ասվում է, օրինակ, խորամանկների ճանապարհը կոշտ է, աշխարհը եւ սատանան ձեզ հաստատ կասեն, որ մեղքը զվարճալի է, նույնիսկ Մովսեսը անարգեց Եգիպտոսի հարստությունը չցանկանալով մեղքի զվարճությունն ունենալ միառժամանակ, այլ դրա փոխարեն նա նախընտրեց իր կյանքում նախապատվությունը տալ Աստծուն, քանի որ ինչպես գրված է մեղքի զվարճությունը կարճ է տևում, որովհետև այն ունի հատուցման ժամանակ։ Հռովմայացիս 6:23-ում գրված է մեղքի վարձքը մահն է, վերջնական մահ։ Երբ մարդը մերժում է Աստծուն, ապա նա գնում է դժոխք եւ դատապարտվում է դժոխքի հավիտենական տանջանքներին։ Սա ճշմարտություն է եւ ճիշտ է ասված, սակայն նույնիսկ այս կյանքում գիտեիք արդյոք, որ հիվանդությունը, ընկճախտը, բարկությունը, դառնությունը, վիճաբանությունը, նախանձը, սրանք բոլորը մահվան տեսակներ են, մեղքի արդյունք, իսկ մեղքը հատուցման ժամանակ ունի։ Մեղքը ձեզ ավելին կարժենա, քան պատրաստ եք վճարել, այն ձեզ սպասվածից ավելի երկար կապանքների մեջ կպահի։ Վստահ եմ, որ դուք հաստատ չեք կամենում մեղքի մեջ ապրել։ Եթե միայն հավատայիք նրան, ինչ գրված է Առակաց 29-րդ գլխի 6-րդ խոսքում, չար մարդու հանցանքում որոգայթ կա, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։ Մեղքի պատճառով տառապանք եք կրելու, սակայն եթե ապրեք արդար կյանքով, ապա դուք կերքեք ու կցնծաք։ Վստահեցնում եմ ձեզ, աստվածապաշտ կյանքով ապրելն ուղղակի հիանալի է։ Մարդկանց ներելը հիանալի է, սրտում դառնություն չունենալը հիանալի է։ Սովորել բերել այն վիրավորանքը, ցավը, մերժումը եւ քննադատությունը, որոնք մարդիկ են պատճառել ձեզ Աստծո առաջ, ու ապրել մի կյանքով, որտեղ դուք լիովին ազատ եք եւ այս երկիր մոլորակի վրա ապրող մարդկանցից ոչ մեկի դեմ ոչինչ չունեք։ Սա ապրելու հիանալի ձև է։ Դուք կերքեք եւ կցնծաք, գիտեք իրականում Տիրոջը ծառայելը օրհնություն է։ Չգիտեմ ինչու են մարդիկ հավատում այն ստին, որ ինչ որ կերպ Աստծուն ծառայելը կարող է իրենցից խլել իրենց ուրախությունը։ Ավելի լավ է ծառայել Աստծուն, քան սատանային։ 7-րդ խոսքը՝ արդարը գիտի աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտություն չունի։ Գիտեք, այստեղ միայն չի խոսվում այն մասին, որ անզգամը չգիտի դրա մասին եւ անտեղյակ է աղքատի վիճակից։ Այստեղ ասվում է, որ նրանք մտադրված հեռանում են այդ ճանապարհից, որպեսզի չիմանան, թե աղքատն ինչով է շնչում։ Երկրորդ Պետրոս 3:5-ում խոսվում է այն մասին, որ Տիրոջ երկրորդ գալուստն իբրև հետաձգվում է եւ մարդիկ, այստեղ ասվում է, որ նրանք ուզում են այս բանը մոռանալ։ Նրանք մտադրված չեն ցանկանում սրա մասին մտածել եւ ահա թե ինչ է նկարագրված։ Այստեղ ասվում է, որ մարդիկ անտեղյակ են։ Աստված այդպիսին չէ, Աստծո մոտ դա չի անցնում։ Աստված ձեզանից հաշվետվություն է պահանջելու անկախ այն բանից, թե ձեր սիրտը ուզում է դա թե ոչ։ Մենք պետք է նկատենք մեզ շրջապատող մարդկանց կարիքները եւ եթե կարող ենք ինչ-որ բան անել նրանց օգտակար լինելու համար, ապա մենք Տիրոջից հրաման ունենք նրանց ինչ-որ բանով օգտակար լինելու։ 8-րդ խոսքում գրված է ծաղր անող մարդիկը քաղաքը տակնուվրա կանեն, բայց իմաստունները բարկությունը կհանգստացնեն։ Ծաղր անել բառը Սաղմոս 1-ի եւ շատ այլ ուրիշ համարների խոսում է հպարտության մասին։ Երբ մարդիկ հպարտության մեջ են, ապա դա վտանգում է քաղաքը, հպարտությունը դա նույն եսասիրությունն է եւ անելը այն, ինչ ցանկանում ես։ Դու այլ մարդկանց հաշվի չես առնում, նրանց լավ չես վերաբերվում, արդարություն եւ դատաստան չես անում, կենտրոնացած ես ինքդ քեզ վրա։ Այսպիսի վարքը միշտ էլ քաղաքը կործանելու է։ Այստեղ չի խոսվում անհատի, այլ հասարակության մասին, որը կործանում է քաղաքը, բայց իմաստունները բարկությունը կհանգստացնեն։ Աստծո բարկությունը չի թափվում մարդկանց վրա, երբ նրանք խոնարհության մեջ են քայլում եւ ճիշտ են վարվում։ 9-րդ խոսքում ասվում է իմաստուն մարդը հիմարի հետ վիճելիս թե բարկանա թե ծիծաղի հանգիստ չի լինի։
Սա հենց այն է, ինչի մասին որ խոսում էի, կարծում եմ Առակաց 28:4 կամ 5-ը, որտեղ ասվում է, որ պետք է պատասխանես հիմարին նրա տխմարության համեմատ, իսկ հաջորդ տողում ասվում է՝ մի պատասխանիր հիմարին նրա տխմարության համեմատ։ Ինչ է այստեղ տեղի ունենում։ Այստեղ նկարագրվում է հետևյալ իրավիճակը. եթե հիմարին չպատասխանես, ապա նա շարունակելու է հիմար մնալ, սակայն եթե պատասխանես, ապա պետք է հավասարվես նրա մակարդակին եւ խոսես նրա հետ հիմարի պես։ Իսկ սա իսկական գլուխկոտրուկ է։ Իրական խնդիր է այս երկու երևույթները միմյանց զուգակցելը։ Իմաստուն մարդը հիմարի հետ վիճելիս թե բարկանա, թե ծիծաղի հանգիստ չի լինի։ Այլ կերպ ասած, հիմարին ինչ-որ բան հասկացնելու ձեր շանսերը հավասարազոր են 0-ի։ Սա բնավ չի նշանակում, որ պետք չէ նրանց ձեռք մեկնել, բայց միևնույն ժամանակ մենք չպետք է մեր ողջ ժամանակը ծախսենք այն մարդկանց վրա, ովքեր իրենց դատապարտել են հիմար լինելուն։ Իսկ հիմարն ով է։ Սրա մասին շատ բան կա գրված Սաղմոս 14-ում եւ Սաղմոս 51-ում, որտեղ ասվում է, որ հիմարն այն մարդն է, ով ասում է Աստված չկա եւ իր սեփական սրտին է ապավինում։ Ահա սա ենք կարդում Առակաց 28-րդ գլխի 26-րդ խոսքում։ Առակաց 29:10-ն ասում է. «Արյունահեղ մարդիկ կկատեն կատարյալին, բայց ուղիղները նրան կորոնեն»։ Արյունահեղ բառն այստեղ վերաբերվում է մարդասպաններին, իսկ գիտեք, որ մարդասպաններն ատում են արդարներին։ Իսկ գիտեք ինչու։ Ինչպես Հիսուսն ասաց, դա այն պատճառով է, որ նրանց գործերը չար են։ Եվ հենց դրա համար նրանք ատում են լույսը, որովհետև լույսը բացահայտում է, լույս է սփռում նրանց չար գործերի վրա։ Այսօր մենք դա անվանում ենք լիբերալն ընդդեմ պահպանողականի, քաղաքականացնում ենք, աջ թևն ընդդեմ ձախի, բայց վստահեցնում եմ ձեզ, եթե մի քանի քայլ ետ գնանք, ապա կտեսնենք, որ իրականում բարոյականությունն ընդդեմ անբարոյականության է, լույսն ընդդեմ խավարի եւ պատճառը ատելությունն է։ Որովհետև երբ սկսում ես կանգնել աստվածային արժեքների համար եւ ասել, որ այս բանը ճիշտ է, իսկ սա սխալ, մարդկանց դա ընդհանրապես դուր չի գալու, որովհետև դրանով դուք բացահայտում եք նրանց ոչ առաքինի լինելը, նրանք չեն ցանկանում երբևիցե դատապարտություն զգալ։ Նրանք ուզում են ապրել մեղքի մեջ եւ անել այն, ինչը նրանց դուր է գալիս եւ չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը նրանց ասի, որ իրենք սխալ են։ Առակաց 29:11-ում ասվում է. հիմարն իր սրտի բոլոր դուրս կտա, բայց իմաստունը նրան ետ է պահում։ Սրա վերաբերյալ արդեն բավականին համարներ ենք դիտարկել Առակաց 17:28-ում, ինչպես նաև Նոր Կտակարանի Հակոբոսի 1:19-ում։ Ասվում է. թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար եւ ծանր խոսելու համար եւ ծանր բարկանալու համար։ Մենք երկու ականջ եւ մի բերան ունենք, իսկ սա նշանակում է, որ մենք ավելի շատ պետք է լսենք, քան խոսենք։ Իսկ Առակաց 29:11-ում ասվում է, որ հիմարը մտքի եկածը դուրս կտա, այսինքն նրա ուղեղի եւ բերանի արանքում ոչ մի ֆիլտր չկա, իսկ իմաստունը նստում է ծանր ու թեթև անում իր խոսքերն ու մտածում է, թե ինչի կարող են դրանք հանգեցնել։ Կարելի է կամ ընդհանրապես արժե ասել այդ բանը, թե ոչ։ Ահա թե ինչ կասեմ, այս խրատը մեզ էլ է վերաբերում։ Այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ այսօր սրանք շատ կարևոր եւ անհրաժեշտ բաներ են, ապա դուք երևի կարիք ունեք լսելու, թե ինչպես է մարդկանց մեծ մասը խոսում եւ ինչեր են ասում։ Իմաստունը բերանը փակ կպահի եւ կխոսի այն ժամանակ, երբ իր խոսքերով կարողանա ինչ-որ բանի հասնել։ Առակաց 29:12-ում գրված է. մեկ իշխան, որ սուտ խոսքերի ականջ է դնում, նրա բոլոր սպասավորները չար կլինեն։ Կարծում եմ այս խոսքը մի քանի մեկնաբանություն ունի։ Առաջինը, եթե իշխանը սուտ խոսքերի է ականջ դնում, չար մարդ է, ով մշտապես ստում է եւ ճշմարտությանը չի հետևում, ապա դա կհանգեցնի նրան, որ նրա բոլոր որոշումները սխալ կլինեն, իսկ ինքը շրջապատված կլինի ստախոսներով։ Սա մեկնաբանություններից մեկն է, որը կարելի է կիրառել այս խոսքի համար, իսկ մյուսը հետևյալն է. եթե իշխանը ականջ է դնում սուտ խոսքերին, ապա այս դեպքում կարող ենք ասել, որ նրան շրջապատողները, ավելի ճիշտ նրա սպասավորները չար են, քանի որ նրան չեն հայտնում եւ չեն ասում, թե իրականում որն է ճշմարտությունը։ Սա խոսում է այն մասին, որ մենք ինքներս պատասխանատվություն ունենք մեզանից բարձր դրված պաշտոնյային ինչ-որ բան ասելու կամ հայտնելու։ Մեր այժմյան համակարգում սա կարելի է կիրառել տնօրենների եւ այն մարդկանց համար, ովքեր նրանց համար են աշխատում։ Եթե ձեզ հայտնի է, որ ձեր աշխատավայրում շարունակաբար ինչ-որ բան է տեղի ունենում ու ինչ-որ մեկը անընդհատ ստում է եւ իրերը ներկայացնում է ոչ այնպես ինչպես կա, ապա ձեր վրա պատասխանատվություն է դրված գնալու եւ դրա մասին ձեր տնօրեններին հայտնելու համար։ Շատերը վախենում են այդպես վարվել։ Հրավիրում եմ ձեզ այս ամռանը միանալու մեր ամառային ընտանեկան աստվածաշնչյան համաժողովին։ Այն տեղի կունենա հուլիսի 1-ից 5-ը եւ համաժողովի ընթացքում բազմաթիվ խոսնակներ կխոսեն։
Մենք ունենք նաև երիտասարդական ծառայություն, այն կքաջալերի եւ միևնույն ժամանակ հաճելի ժամանակ կպարգևի ձեզ եւ ձեր ընտանիքին։ Հիշեք, այն տեղի է ունենալու 2019 թվականի հուլիսի 1-ից 5-ը Կոլորադոյի Woodland Park-ի մեր հանգստյան տներում։ Ողջույն, ես Էնդրու Ոմկն եմ եւ ուզում եմ խրախուսել ձեզ, որպեսզի օգնեք մեզ ավետարանը տարածել սոցիալական ցանցերում։ Միանալով մեր Facebook-յան էջին դուք կստանաք հավելյալ նյութեր Էնդրու Ոմկի ամենօրյա 3-շաբթի իրական աստվածաշնչյան ուսումնասիրություններ հաղորդումը, ուսմունքներ, կենդանի հեռուստահաղորդումներ եւ հարց ու պատասխան։ Այնպես որ ուրախ կլինենք, եթե հավանեք մեր Facebook-յան էջը, կիսվեք ձեր ընկերների հետ եւ ինքներդ դառնաք ավետարանի ծառայող այն կիսելով ինչ-որ մեկի հետ։ Շնորհակալություն, որ դիտեցիք ավետարանի ճշմարտությունը հաղորդումը։ Ցանկանում ենք սրտան շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր առատորեն ցանում են Էնդրու Ոմկի ծառայությունների մեջ։ Ձեր առատաձեռնությունն օգնում է կիսելու Աստծո անպայմանական սերը եւ շնորհքը իր ողջ աշխարհով սփռված զավակների հետ։ Ձեր միջոցով կյանքեր են փոխվում, դուք իրապես մեծ փոփոխություններ եք անում։ Եթե դուք դեռ շնորհքի գործընկեր չեք հանդիսանում, ապա խնդրում ենք աղոթեք այսօր նրանցից մեկը դառնալու համար։ We ask you to pray about becoming one today. Շնորհակալություն, որ դիտում եք ավետարանի ճշմարտությունը Էնդրու Ոմկի հետ։ Համոզված ենք, որ դուք օրհնված եք ձեր լսած ուսմունքով։ Դուք կարող եք այցելել մեր awmi.net կայքը օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր։ Դուք կգտնեք ոչ միայն այսօրվա հեռարձակման նյութերը, այլև անվճար նյութեր դիտելու, լսելու եւ ներբեռնելու համար։ Դուք կարող եք դիտել ավելի քան 16 տարվա ավետարանի ճշմարտությունը հաղորդման թողարկումները, լսել ավելի քան 14 տարվա ռադիոհաղորդումները եւ անվճար ներբեռնել Էնդրյուի գրեթե բոլոր ուսմունքները, թե ձեր, թե ուրիշների համար։ Եթե ուզում եք ավելի խորապես հասկանալ Աստծո խոսքը, ինչու չմտածել Էնդրյուի Խարիս աստվածաշնչյան դպրոց ընդունվելու մասին։ Բացի մեր հիմնական տարածքից Կոլորադոյում, մենք ունենք այլ դպրոցներ աշխարհի տարբեր մասերում։ Եթե դուք չեք կարող հաճախել այն ձեր բնակավայրում, մենք նաև ունենք առցանց Խարիս աստվածաշնչյան դպրոց, որի միջոցով դուք կարող եք սովորել ամենուր ձեր նախընտրած ժամերին։ Ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար այցելեք www.awmi.net։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավետարանի ճշմարտությունը դիտելու համար, ուզում եմ տեղեկացնել, որ մենք ունենք բազմաթիվ նյութեր, որոնք կարող են օրհնել ձեզ եւ ծառայել ձեզ։ Դուք կարող եք գտնել դրանք մեր awmi.net կայքում եւ որ երկրում էլ լինեք, մենք ունենք գրասենյակներ ողջ աշխարհով մեկ։ Մենք ունենք 14 օտարերկրյա գրասենյակ, բայց դուք կարող եք ստանալ նյութեր օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր մեր կայքից։ Դրանում դուք կգտնեք մեր գրասենյակների հասցեները եւ այլ տեղեկություն, որը կարող է իրական օրհնություն լինել ձեզ համար։ Հիշեք awmi.net բազմաթիվ նյութեր օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր։ Այնպես որ օգտվեք դրանցից, մեր կայքն օրհնություն կլինի ձեզ համար։ Էնդրու Ոմկի ծառայությունն ունի գրասենյակներ ողջ աշխարհում։ Որտեղ էլ դիտեք ավետարանի ճշմարտությունը հաղորդումը, դուք կարող եք կապ հաստատել մեր ծառայության հետ։ Մոտակա գրասենյակը գտնելու համար այցելեք www.awmi.net կայքը եւ սեղմեք կապ մեզ հետ բաժինը։ Անպայման միացեք մեզ ամեն օր նույն ալիքով դիտելու համար ավետարանի ճշմարտությունը հաղորդումը Էնդրու Ոմկի հետ։